Մոսկվան արդեն իսկ կորցրել է ազդեցությունը հարավային Կովկասում, կորցնելով իր ներկայությունը Արցախում։ Հիմա արդեն խոսք է գնում ռուսական ռազմաբազան դուրս բերելու մասին։ Մինչև Փաշինյանը կմեկնի Թուրքիա, հայկական լրատվական ռեսուրսներից մեկը մի արտահոսք կազմակերպեց, հավանաբար ռուսական աղբյուրներից։ Դրանում ասվում էր, որ հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ հանդիպման եւ քննարկելու այդ թվում նաեւ ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարցը։ Եթե հաշվի առնենք, որ Փաշինյանի վերջին գործողություններով ռուս սահմանապահները դուրս են եկել Զվարթնոց օդանավակայանի անցակետից, ապա ազատել են նաև հայ-իրանական Ագարակի անցակետը, սրան զուգահեռ հայ սահմանապահները սկսել են ռուսների հետ պարեկություն իրականացնել հայ-թուրքական սահմանին, որի վրա վերակառուցվել է Մարգարայի հայտնի անցակետը եվրոպացիների հովանավորությամբ, այս լուրը արտահոսքը կարող է շատ մոտ լինել իրականությանը։ Վերջապես տարիներ շարունակ խոսվում է այն մասին, որ ռուսական ռազմաբազան բնավել հայերին թուրքերից պաշտպանելու համար չէ, եւ եթե հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի մեջ բարելավվում են, ինչ իմաստ կա հայ-թուրքական սահմանին պահել ռուսական ռազմաբազա, իսկ սահմանին ռուս սահմանապահներ։ Սրանք գումարած։ Եթե վերջին 3 տարիների ընթացքում Հայաստանը համարվում էր պատերազմող Ռուսաստանի Դաշնության համար տարանցիկ առևտրային երկիր, սև էքսպորտի ապահովման համար եւ միլիարդներ էր աշխատում, ապա հիմա իրավիճակը փոխվել է։ 14 միլիարդ դոլար առևտրաշրջանառությունն ու Փաշինյանի ֆանտաստիկ տնտեսական աճն այլևս նախկինը չեն լինելու այս տարի։ Սրա մասին հայտարարում է արդեն Օվերչուկը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետը, հիշեցնելով, որ այս տեմպերով Հայաստանի Հանրապետությունը շատ կարողություններ է կորցնելու։ Փաշինյանը ցուցադրաբար հրաժարվեց մեկնել Մինսկ ու մասնակցել ԵԱՏՄ հավաքին։ Փոխարենը տեսակապով միացավ հավաքին ու ապա մեկնեց Թուրքիա։ Այն է, Փաշինյանը ԵԱՏՄ-ի այլընտրանքել է դիտարկում այդ թվում նաև Թուրքիան։ Փաշինյանը գնում է արևմուտք, բայց ոչ թե հեռավոր, այլ մերձավոր, Հայաստանին մերձավոր արևմուտք, որի անունն է Թուրքիա։ Հետևաբար ռուսները սա թույլ չեն տա այսպես հեշտությամբ կուլ տալ, հեշտությամբ կուլ չեն տա։ Եթե դրանից առաջ թույլ չէին տալիս իրանցիների հետ համատեղ չար ու բարի ոստիկանների սկզբունքով, իրենք իրար մեջ պաս էին տալի Հայաստանը, ապա հիմա Իրանն ինքը ունի բազմաթիվ խնդիրներ ու բանակցություններ է խնդրում կրակի դադարեցման դիմաց արդեն ամերիկացիներից։ Ուրեմն ինչպես քիչ առաջ նշեցի, սա թուրքերի համար բացառիկ պատմական շանս է տակով անել Հայաստանն ու դառնալ այլընտրանք, շարքից անելով Մոսկվան ու Թեհրանը, եւ քանի որ հավանաբար Իրանը, Թուրքիան ու Ռուսաստանը ավանդաբար մրցակցել են ու իրար մեջ բաժանել են հարավային Կովկաս, այս անգամ եւս մրցակցությունը թեժ է։ Հայաստանը մնացել է Թուրքիայի համար վերջին պատնեշը, դե վրացիների, ադրբեջանցիները հարցը լուծված է։ Իսկ Հայաստանը, որտեղ հիմա կենտրոնացած են 3 տերությունների շահերը, բզկտվում է։ Հայաստանի շեղումը սրանցից որևէ մեկի ուղղությամբ կնշանակի հենց այդ կողմի հաջողելուն շանս տալը։ Ու Փաշինյանը հիմա գիտակցված ընտրություն է կատարել։ Ինքը վստահ է գուցե, որ արևմուտք տանող միակ ճանապարհը Թուրքիան է, իսկ այդ ճանապարհը ստանալու համար Հայաստանը պիտի ճանապարհ տա Թուրքիային դեպի արևելք։ Ռուսները սրա հետ համակերպվել չեն կարող, եթե Ռուսաստանով անցնող արևելք-արևմուտք ճանապարհն դրան այլընտրանք գտնվեց, իրենս հարավային Կովկասի միջանցքի ապա Ռուսաստանի Դաշնությունը ել ավելին է կորցնելու, իր աշխարհաքաղաքական նշանակությունը անսահման նվազելու է։ Իրանի մոտ նույն պատմությունն է։ Իրանի եւ Ռուսաստանի Դաշնության շահերը հարավային Կովկասը փակ պահելու մասով համընկնում էին հենց այստեղ, որ դա պիտի լիներ հետնաբակ, քանի որ երկուսի դերն էլ նվազելու է հարավկովկասյան արևելք-արևմուտք միջանցքի առկայության պայմաններում։ Դες առնվազն տարօրինակ չի թվում, թե ինչու է Ալիևը օդանավակայաններ կառուցում Բերձորի պես բնակավայրում կամ Վարանդայում ունենալով մոտակայքում կրկին օդանավակայաններ։ Ինչու են ենթակառուցվածքներն այդքան զարգանում այս ուղղությամբ, քանի որ այդ ճանապարհը հենց արևելք-արևմուտք միջանցքն է իր օդային, ցամաքային, երկաթգծային կարևոր երթուղիներով, որոնք գտնվելու են թուրքական, ոչ թե ռուսական կամ իրանական վերահսկողության տակ։